Խնդիրը կայանում է նրանում, որ այն կոմունիկացիաները, որոնք անցնելու են մեր տարածաշրջանում, մեծապես պայմանավորվել են ոչ միայն այն երկրների տնտեսական հաջողությունները, որոնցով նրանք անցնեն, այլև որ միգուցե շատ ավելի կարևոր է մեր ժամանակներում անվտանգային խնդիրները, որովհետև եթե աշխարհի գերհզոր երկրները, դրանց մասին մենք դեռ առանձին խոսենք, իրենց տնտեսական խնդիրները լուծում են այս կամ այն երկրով անցնող կոմունիկացիաներով, ապա իրենք շահերը հետապնդելով դառնում են հենց այդ երկրների անվտանգային երաշխավորները։ Եթե մեզ հաջողվի միանգամից մի քանի ծրագրերով, մի քանի գերտերության կոմունիկացիաներ ապահովել մեր երկրով, ապա կարելի ասել, որ մեր անվտանգության խնդիրները շատ ավելի բարձր մակարդակով կլուծվեն։ Տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ այսօր մեր տարածաշրջանում խաչվում են 3 հիմնական մեգածրագրեր։ Դրանցից մեկը Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհ ծրագիրն է, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանից մինչև Եվրոպա։ Երկրորդը դա Պարսիստոց Սևծով ծրագիրն է, որտեղ նույն խնդիրը իր համար փորձում է լուծել Հնդկաստանը, հնդկական ապրանքների մատակարարումը Եվրոպա եւ նաեւ հակառակությամբ, եւ երրորդ մեգածրագիրը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող Հյուսիս-Հարավ ծրագիրն է։ Այս 3 մեգածրագրերի ազդեցությունը էապես կանխորոշելի է ապագա տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի երկրների դերակատարումը եւ մեծապես կարևորվելու են այն երկրները, որոնցով կանցնեն այդ մեգածրագրերը։ Եվ ակնհայտ է, որ նաեւ պայքար է գնում երկրների միջև, թե հատկապես որ մեգածրագրի, որ ճյուղը կանցնի որ երկրով, որովհետեւ այս պարագայում նա կստանա ավելի մեծ դիվիդենդներ։ Որպեսզի մեր խոսակցությունը շատ ավելի առարկայական լինի, ես կփորձեմ անդրադառնալ այդ 3 մեգածրագրերի ճյուղերին, որոնք ասում են Հարավային Կովկասում եւ նրանցից որոնք են, որ հնարավորություն ունեն անցնելու Հայաստանով։ Բայց առաջինը, որ պետք է ասել, որպեսզի երկիրը կարողանա հավակնի որևէ մեգածրագրի մաս դառնալու, մի քանի պայմաններ են պետք։ Նախ պետք է ունենա համապատասխան աշխարհագրական դիրք, երկրորդը նրա կոմունիկացիաները պետք է բավարարեն այն պայմաններին, որոնք ներկայացնում են այդ մեգածրագրերը, եւ երրորդը այդ երկիրը պետք է ունենա բարեկամական հարաբերություններ մեգածրագրերի հիմնական շահառուների հետ եւ հուսալի պետք է լինեն այդ հարաբերությունները, որպեսզի խնդիրները լուծվեն ի օգուտ այդ երկրի միջով անցնող ճանապարհների ընտրության։ Երկրորդ կարևոր հանգամանքը նա է, որ մեգածրագրերը երբեք չեն համակերպվում այն խնդրից, որ իրենց ամբողջ խոսքերը ասեն ընդհանրապես մեկ երկրով։ Սա շատ կարևոր է եւ այս թեմայի մասին մենք դեռ խոսենք մեր ելույթի ժամանակ, եւ պատճառը ակնհայտ է, որ եթե որևէ երկիր դառնում է այդ մեգածրագրի միակ տրանզիտ երկիրը, ապա այդ տրանզիտ երկրում ընթացող process-ները մեծապես ազդում են ընդհանրապես մեգածրագրի գաղափարի վրա, որտեղ նրանք կարող են նույնիսկ տապալել։ Բացի դրանից, հարաբերությունները այդ երկրում մի բան է, բայց այդ երկիրը կարող է ըստ էության նաև խնդիրներ ունենալ մեգածրագրի հիմնական շահառու երկրի, դա եւս լուրջ խնդիր է, եւ այս առումով իսկապես մեգածրագրի հիմնական շահառուները ձգտում են դիվերսիֆիկացնել։ Եվ այս տեսակետից այդ 3 մեծ մեգածրագրերը ունեն իրենց իրականացման տարբերակը։ Համոզված եմ, քարտեզը բոլորը դա պատկերացնում եք եւ այն ինչ որ ես ասեմ, դրա համար լրիվ ակնհայտ կլինի։ Ռուսաստանը Իրանով դեպի Պարսիստոց ու հետո նաեւ Հնդկաստան ու նաեւ արաբական երկրներ ու Աֆրիկա կապող հիմնական 4 մայրուղիներ են նախատեսում։ Առաջինը դա արևելյան մայրուղին է, որը Ռուսաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ընդ որում ես մի բան պետք է ասեմ, այս ներկայացման ժամանակ հաճախ դուք կլսեք Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նա կարևորագույն դերակատարում ունի այս բոլոր 3 մեգածրագրերում եւ այն իրավիճակը, որը այսօր արկա է Իրանի Իսլամական Հանրապետությունում,
Ես կարծում եմ, որ մեր բոլորի շահերից է բխում, որ մեր հարևան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը դուրս գա այս կնճռից եւ շարունակի իր դրական ու կոնստրուկտիվ դերակատարումը ունենալ մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ դրա հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան չարագուշակ նախատեսումները մեր բարեկամ եւ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Եվ այսպես առաջի ճյուղը, որ Ռուսաստանը հյուսիսարավ ծրագրի իրականացմամբ կապում է Ռուսաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն ու հետո բնականաբար արդեն Պարսիցծով Հնդկաստան եւ աֆրիկյան երկրներ, դա այսպես կոչված արևելյան ճյուղն է, որը անցնում է Ղազախստանով, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան եւ այն ճանապարհը, որ ես արդեն նկարագրեցի։ Երկրորդ ճյուղը դա Կասպից ծովով անցնող ճյուղն է, Ռուսաստան, Կասպից ծով, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ մնացած ճանապարհը, որ արդեն նկարագրեցի։ Երրորդը այսպես կոչված արևմտյան ճյուղն է, որը անցնում է Ռուսաստան, Ադրբեջան եւ Իրան ճանապարհով եւ չորս ճյուղը եւս կա, որը կոչվում է Կովկասյան ճանապարհ, որը Ռուսաստանը Իրանին կապում է Վրաստանով եւ Հայաստանով։ Ինչպես ես ասացի, այս դիվերսիֆիկացիան մենք կտեսնենք մյուս մեգածրագրերի ընթացքում կարևոր նախապայման է, որովհետեւ երբեք մեգածրագրերի հիմնական շահառուները չեն հանդուրժում, որ որևէ երկիր, տրանզիտ երկիր մոնոպոլացնի այդ ոչ կոմունիկացիոն հնարավորությունները։ Երկրորդ մեծ ծրագիրը դա գոտի մեկ ճանապարհ ծրագիրն է, որը շատ լավ գիտեք, Չինաստանը պետք է կապի եվրոպական երկրների հետ։ Ինքը ուներ ըստ էության 3 ճյուղ, հյուսիսային, միջին եւ հարավային, այսօր Ռուսաստանի հատուկ իրավիճակից դենով այդ Ռուսաստանով անցնող հյուսիսային ճյուղը չի գործում ու թերևս տեսանելի ապագայում նաեւ չի գործի։ Մնում է երկու ճյուղ, դա միջին-միջանցքի ճյուղն է, որը անցնում է Ադրբեջանով, հետո այդ բեռները պետք է գնան կամ Վրաստան կամ Հայաստան ու եթե գնում են Վրաստան Թուրքիա կամ նաև Սևծով ու հետո Եվրոպա, իսկ եթե գալիս են Հայաստան, ապա Հայաստանով Թուրքիա եւ Եվրոպա։ Սակայն կա եւս երկրորդ միջանցքը, դա իրանական կամ հարավային միջանցն է, որ ելի միջինասիական երկրներով այս կապը գալիս է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից երկու ճանապարհ ունի, կամ ուղղակի Թուրքիա, կամ Հայաստանով, Վրաստանով, Սևծով ու ընկերից դեպի Եվրոպա։ Այստեղ եւս այս երկու ճանապարհի առկայությունը չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե մենք նայենք, իսկ դրա մասին մենք հատուկ խոսենք, նրանցից մեկը մոնոպոլիզացնում է ամբողջ հյուսիս-արևելք արևմուտքը, այսինքն կամ որ նույնն է մեկ գոտի մեկ ճանապարհը, վտանգելով դրա իրականացման արդյունավետությունը։ Եվ երրորդ մեգածրագիրը դա Հնդկաստանի կապն է եվրոպական երկրների հետ, այստեղ առաջին ծրագիրը, որը անցնում է Հարավային Կովկասում, դա Պարսից ծոց Սևծով ծրագիրն է եւ սա այս ճանապարհին ունի երկու ճյուղ, առաջինը անցնում է Հայաստան, Վրաստան, Սևծով եւ երկրորդը Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Սևծով, Ադրբեջան, Վրաստան, Սևծով։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս բոլոր մեգածրագրերին Հայաստանը կարող է դառնալ մասնակից, ստանալով համապատասխան ֆինանսական հնարավորություններ, իսկ այդ հնարավորությունների մասին ես ապագայում կասեմ, դրանք բավականին մեծ են, բայց որ ամենակարևորն է ստանալով նաև անվտանգության լուրջ հնարավորություններ, ավելացնելու հնարավորությունները, որտեղ իր անվտանգությունը ըստ էության դառնում է այդ 3 խոշոր մեգածրագրերի նրանց հիմնական շահառուների համար գերակայություն։ Ես հիմա կսկսեմ ներկայացնել բուն Հայաստանում ինչ պետք է արվի, որպեսզի իմ ասած երկրորդ խնդիրը լուծվի, դուք հիշում եք, առաջինը աշխարհագրական դիրքեր, երկրորդը ներքին կոմունիկացիաների զարգացումը։ Եվ ներկայացնելով այդ երկրորդ բաղադրիչը, միանգամից պետք է ասեմ, որ նա ինչ որ մենք առաջարկում ենք, ունի 4 ծրագիր եւ ծրագրերից մի մասը, կոնկրետ մեկը վերաբերում է ավտոմոբիլային հնարավորությունների զարգացմանը Հայաստանի, որը ոչ միայն մեգածրագրի համար է, այլ որպես ցանկացած երկիր
իր կոմունիկացիաները ավելացնելով ինքը ոչ միայն տնտեսական խնդիր է լուծում, այլև սոցիալական բազում խնդիրներ է լուծում, իսկ մնացած երեքը երկաթուղային։ Եվ այսպես առաջի մեր առաջարկվող ծրագիրը ավտոմոբիլային ծրագիրն է եւ նա նպատակ ունի Վանաձորը շատ կարճ ճանապարհով կապել Վրաստանի ու Երևանի հետ։ Դուք գիտեք, որպեսզի մենք գնանք Երևանից Վանաձոր, երկու ճանապարհով կարող ենք գնալ, կամ Սևանով, Վոլորանելով իջնել Դիլիջան ու հետո Վանաձոր, եւ երկրորդը ապարանով, էլի մենք պետք է բարձրանանք բավականին բարձր, ընդեղից էլի իջնենք այդ Վոլորանելով դեպի Սպիտակ ու Վանաձոր։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, ինքը միանգամից մի քանի խնդիր է լուծում, նախ ընդհանրապես որևէ բոլորաններ չկա, որը շատ կարևոր է։ Երկրորդ էապես իջեցնում է ճանապարհի ամենաբարձր կետը, մի տարբերակում 120 մետր, երկրորդում 240 մետր, եւ երրորդը կարճեցնում է այդ ճանապարհը։ Մինչև ասել, թե ինչ արժի այս ծրագիրը եւ ինչպես պետք է դա իրականացնել, ես մի պատմություն պետք է պատմեմ, թե ինչպես է նման խնդիրները լուծվում այլ երկրներում, օրինակ մեր հարևան Վրաստանում։ Գիտեք, որպեսզի Վրաստանը դառնա մեկ հյուսիսարավ մայրուղու հատված, ինքը ունի մեծ խնդրեմ, որտեղ իր այդ ճանապարհը բարձր վերջին լարսով անցնող ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով բավականին բարձր լեռնային զանգվածով, այնտեղ կա հայտնի Խաչի Լեռնանցքը եւ այդ Խաչի Լեռնանցքի մոտ ծովի մակարդակից 2400 մետր է բարձրությունը եւ որպեսզի ինքը կարողանա դա իջացնել մինչեւ 1950-1970 մետրը ինքը արդեն 6 տարի մի ծրագիր է իրականացնում Քվեշետի կողմի բնակավայրերը իրար կապող Երկարությունը ընդամենը 23 կիլոմետր է։ Գումարները, որոնք ծախսվելու են այդ ծրագրի իրականացման համար, $5 միլիարդ։ Խնդրեմ, որ դուք ուշադիր նայեք այն թվերին, որ ես կասեմ, տեսեք, ընդամենը 23 կիլոմետրի վրա $5 միլիարդ է ծախսվելու։ Շինարարությունը պետք է ավարտվի 27 կամ 28 թվականին, այսինքն 8 տարվա ծրագիր է սա։ Բայց ինչ է շահում Վրաստանը այս բaragam։ Նախ վերանում են այն բոլոր բոլորանները, որոնք պետք է մեքենաները բարձրանան մինչև այդ Խաչի Լեռնանցքը եւ երկրորդը 400 մետրով իջեցվում է այդ ամենաբարձր մակարդակը։ Հիմա ինչ ենք մենք շահում, ես ասեցի փաստորեն մենք նախ 120 մետրով իջեցնում ենք ամենաբարձր կետը ի համեմատություն Սևանի ճանապարհի եւ 260 մետրով իջեցնում ենք ամենաբարձր կետը ի համեմատություն ապարանով անցնող այդ ճանապարհի, կարճեցնում ենք ճանապարհը 35 կիլոմետրով մինչև Վանաձոր Սևանի ճանապարհով եւ 17 կիլոմետրով կարճեցնում ենք այդ ճանապարհը, եթե մենք գալիս ենք ապարանից։ Սա է նպատակը եւ հիմա ինչպես մենք պետք է իրականացնենք, բնականաբար պետք է մենք թունել փորենք Մեղրաձորի երկաթուղային թունելի հարևանությամբ 9 կիլոմետրանոց թունել, բայց ամբողջ խնդիրը կանում են որ գործնականում այդ թունելը արդեն փորված է։ Երբ կառուցվում էր Մեղրաձորի թունելը խորհրդային վերջին տարիներին, որպեսզի այդ process-ը ավելի արագ գնա, ինքը շինարարները ըստ նախագծի երկաթուղային թունելի հարևանությամբ փորեցին մի լրացիչ օժանդակ թունել, որտեղից այդ ապարները հանում էին, եւ այդ օժանդակ թունելը փորված է այդ 9 կիլոմետրից մնում 800 մետր մինչև վերջ, իսկ տրամագիծը կամ մակերևույթը, որով այդ օժանդակ թունելը փոխված է, այս փորձագետների կազմում է 60% այն թունելի, որ մենք պետք է ունենանք, որպեսզի կարողանանք երկուղությամբ ավտոմեքենաներ կանցնենք այդ թունելով։ Ըստ էության, որպեսզի մենք թունելը ավարտենք, ըստ էության պետք է հորատանցում կատարել ոչ թե 9 կիլոմետր, այլ ընդամենը 800 մետր, որը շատ փոքր է իր իրականացման ծախսերով, եթե ամբողջը հետ համեմատենք, եւ երկրորդը այդ մնացած, ասենք թե 8 կիլոմետր 200 մետրում հորատանցում չի լինելու, ուղղակի լինելու է հորատանցված թունելի մակերևույթի մեծացում։ Եվ ըստ փորձագիտական տվյալների այդ ծրագիրը իրականացնելու համար
անհրաժեշտ է 65 միլիոն դոլար։ Տեսեք, այն մեծ ծախսերը, որ արվել է Վրաստանում, եւ այն բավականին համեստ ծախսերը, որ մենք պետք է անենք այս ավտոմոբիլային թունելը ստեղծելու համար։ Եվ նաեւ ճանապարհները, որոնք պետք է կապեն համապատասխան այդ մեգածրագրերի պահանջին բավարարող Վանաձորը Հրազդանի հետ, ու բնականաբար հետո Հրազդանից Սևանի մայրուղով այդ ճանապարհը կգա ու կմիանա մեր հիմնական հյուսիսարավ մայրուղուն։ Մի բան եմ ուզում ասեմ, որ այդ ոլորանների վերացումը, որի մասին ես արդեն ասեցի, եւ բարձրագույն կետի իջեցումը, որը շատ կարևոր է, վերաբերում է ոչ միայն դեպի Վանաձոր գնացող մեքենաներին, այլև դեպի Դիլիջան, Իջևան, այդպես շարունակ մինչև Ադրբեջանի սահմանը։ Սա կարևորագույն մի ծրագիր է եւ ինչպես նկատեցիք, բավականին էժան։ Եվ ես հիմա ձեզ ցույց կտամ քարտեզի վրա, բայց տեսեք, չէ, նորմալ է։ Այս քարտեզը այն իրավիճակն է, որում մենք այսօր գտնվում ենք, հիմա փաստորեն առաջարկում են Վանաձորից այս Մեղրաձորի թունելի, գործող թունելին զուգահեռ կառուցել մեկնոջ ավտոմոբիլային թունել եւ Վանաձորը ըստ էության կապել Հրազդանին ու հետո, ինչպես ասեցի, Սևանի մայրուղով դեպի Երևան եւ դեպի հյուսիս-հարավ մայրուղ։ Այդ տեսեք, այստեղ այդ գործ գծած է այն իմ ասած ճանապարհը, որը պետք է անցնի այդ նոր թունելով, եւ սա մեր առաջին առաջարկն է։ Երկրորդ առաջարկը եւս չափազանց կարեւոր առաջարկություն է, դեռ խորհրդային վերջի տարիներին ակնհայտ էր, որ եթե մենք կարողանանք, համոզված եմ քարտեզը շատ լավ պատկերացնում եք, տեսեք, մեր հիմնական երկաթուղին գալիս է Վրաստանից գալիս է Վանաձոր, հետո գնում է Գյումրի, հետո գալիս է Հայաստանի կենտրոնական մասը Երևան, եւ մենք ունենք նաեւ Հայաստանից դեպի Ստեվան շրջանցող երկաթուղի, եւ եթե մենք կարողանում ենք այս երկու երկաթուղիները շատ կարճ ճանապարհով 35-40 կիլոմետրանոց Վանաձորից մինչև Մեղրաձորի թունել, մի փոքրիկ հատված կառուցել, ապա ֆունդամենտալ փոխվում է Հայաստանի երկաթուղային հնարավորությունները։ Որոնք են այդ հնարավորությունները։ Առաջինը Վրաստանից դեպի Երևան հիմնական ճանապարհը կրճատվում է շուրջ 70 կիլոմետրով եւ երկրորդը Իջևանից դեպի Գյումրի շուրջ 100 կիլոմետրով։ Էլ չեմ ասի մեր վերջին ծրագրի մասին, նա այս 30-35 կիլոմետրանոց ճանապարհը էական ազդեցություն է գործելու նաեւ երրորդ հիմնական մեր ծրագրի մասին, որի մասին առանձին խոսեմ։ Այսինքն տեսեք, եթե մենք ընդհանրապես 35 կիլոմետրանոց ճանապարհ ենք կառուցում, ոչ միայն Հայաստանի ներքին երկաթուղային ցանցն է էապես զարգանում, էապես, այլև ինքը դառնում է շատ ավելի նպաստավոր այն մեգածրագրերի մասին, որոնց մասին mēs առայժմ ուզում եմ ներքինի մասին խոսել, էապես մեծանում է։ Այս փոքրիկ 35-40 կիլոմետրանոց երկաթուղի շինարարությունը ըստ փորձագիտական հաշվարկների մեզնից կպահանջի 250 միլիոն դոլարի ներդրում, բայց իր դրսևորումները էական եւ դրական մենք ունենանք ոչ միայն ներհայաստանյան, այլև այն գլոբալ ծրագրերի մասին, որի մասին ես ասացի։ Եվ երրորդ մեգածրագիրը, որի մասին երրորդ առաջարկը, չէ, արդեն փաստորեն դարձավ չորրորդ առաջարկը, որի մասին, այո, ես նախ երրորդի մասին, նախ չորրորդի մասին։ Տեսեք, երբ մենք խոսում ենք Իջևանից դեպի Հայաստանի կենտրոն կամ դեպի Գյումրի գնացող երկաթգծի մասին, պետք է ասենք, որ այդ երկաթգիծը պատերազմական գործողություններից հետո գործնականում չի շահագործվել, եւ երկրորդը Հավարցին գյուղի շրջակայքում տեղի ունեցել մեծ փլուզում, եւ որպեսզի այդ երկաթուղին աշխատի, պարոն Աշոտյան, կարող եք ստատեմ շարաշահում ժամանակը։
Չէ, 10 րոպեն մաքսիմում։ 10 րոպեն մաքսիմում։ Տեսեք։ 7։ Դուք պետք է իմանաք, ես ինչի մասին եմ խոսում, հարցերը կարողանաք տալ։ Այո, տեսեք, որպեսզի այս երկաթգիծը Իջևանից դեպի Գյումրի վերանորոգվի, այդտեղ պետք է կառուցվի այն փլուզված հատվածը, որտեղ ներդրումները պահանջվելու են, որտեղ նա պետք է փլուզումից հեռու տարածքում, ապահով տարածքում կառուցվի շուրջ 17 միլիոն դոլար եւ ամբողջ ծրագիրը այս կպահանջի 80 միլիոն դոլար եւս ոչ մեծ գումար այն գումարների համեմատ, որի մասին ես ասեցի, եւ վերջապես մեր 4-րդ առաջարկը դա այսպես կոչված հարավային Միջանցքի շինարարությունն է, տեսեք այս Միջանցքի այս երկաթուղու շինարարության մասին դեռ մեր իշխանության տարիներին 12-13 տարի առաջ մենք մեծ աշխատանքներ կատարեցինք եւ չինական ընկերության հետ կազմվեց հուշագիր, այդ ընկերությունը նախագիծ արեց, բանվորական ինժեներական փաստաթղթերի մակարդակի հասցրեց եւ այդ մեգածրագրի կարևորագույն հատվածը հանդիսացող այս երկաթուղու շինարարությունը էապես փոխում է մեր ամբողջ երկաթգծի կառուցվածքը, տեսեք մենք երկաթգծով դուրս են կարողանում գալ մեր բոլոր հարևաններին դեպի Իրան Իսլամական Հանրապետություն, դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան եւ դեպի Վրաստան եւ այս ծրագիրը իսկապես բավականին մեծ է ու բավականին թանկարժեք, ինքը արժի 3.5 միլիարդ դոլար եւ այս ծրագրի իրականացումը փաստորեն ամփոփում է մեր բոլոր 4 նախագծերը եւ թույլ է տալիս Հայաստանին հնարավորություն ունենալ մասնակցելու մեգածրագրին։ Հիմա ես շատ կարճ կասեմ, թե այդ մեգածրագրերով ինչպես պետք է անցնեն, տեսեք, մենք ունենք փաստորեն բոլոր երկրների հետ հաղորդակցվելու հնարավորություն, երկաթուղային եւ 2 ճանապարհ հյուսիս-հարավ ծրագիրը եւ այն ծրագիրը, որ ես ասեցի, որը ավելի հարմար է վերջնի Լարսով Վրաստանով եկող ճանապարհին, որը անցնելու է Վանաձորով, ինչպես ես ասեցի, հետո գնա միանա մյուս մեգածրագրին հյուսիս-հարավին։ Եվ այս ծրագրով անցնում է եւ հյուսիս-հարավ ծրագիրը, երկրորդը մեկ ճանապարհ մեկ գոտին կարող է անցնել Իջևանով մինչև Գյումրի, պետք է ասեմ, որ սա միակ ճանապարհը չի, մեկ ճանապարհ մեկ գոտին եւս ունի Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ այս մեր ճանապարհը, որ ես ասում եմ, ինքը ըստ էության 200 կիլոմետրով ավելի կարճ եւ մեգածրագրի համար բնականաբար շատ ավելի նպաստավոր է մեր ծրագրով աշխատել։ Իհարկե կա նաեւ ծրագիր, որ իրականացվում է հիմա այսպես կոչված տրիպը տրապի ուղին, որը եւս կապելու է Միջանցքի տրամաբանության մեջ Բաքուն Կարսի հետ, բայց դա եւս շուրջ 200 կիլոմետրով ավելի երկար է, քան այն ծրագիրը, որը մենք ենք առաջարկում։ Եվ վերջապես այս մեկ ճանապարհ մեկ գոտու ծրագրի իրանական տարբերակը, երբ որ ինքը անցնում է հարավով, այստեղ եւս այդ ծրագրի իրականացման արդյունքում տրանսպորտը կարող է գնալ դեպի Իրան Իսլամական Հանրապետություն եւ այս նոր նշած նա երկաթուղով բարձրանում դեպի Վրաստան եւ դեպի Անաքլիա եւ այստեղ եւս պետք է խոսել այն կարևոր հանգամանքի մասին, որ ես ասում եմ դիվերսիֆիկացիա։ Տեսեք, չափազանց կարևոր է, որ որևէ երկիր չդառնա մենաշնորհային այս տեսակետից եւ այս առումով եթե նայենք Ադրբեջանը մնում է մենաշնորհային կարգավիճակում որպես միջին միջանցքի երկիր, իսկ Թուրքիան մնում է մենաշնորհային որպես հարավային իրանական միջանցքի երկիր եւ հաշվի առնելով իրենց սերտ կապերը Ադրբեջանի եւ Իրանի, ըստ էության Չինաստանի մեկ ճանապարհ մեկ գոտին ելի կախված ելնելու ընդամենը մեկ որոշում կայացնող կենտրոնից, որը անընդունելի է եւ այդ խնդիրի լուծման Չինաստանի տեսակետից
Եվ ծրագրի տեսակետից ուզում եմ միակ այլ ընտրանքը, ինչպես ես ասեցի, այս մեր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանով եւ Վրաստանով անակնային կապելու խնդիրն է։ Երկու խոսք մնաց ընդհանրապես, որ ես ասեմ, դա Հնդկաստանից դեպի Սերտով ասող ճանապարհն է, սա եւս օգտագործելու է այս մեր նշած երկաթուղին, եւ ըստ էության այն, ինչ որ ես ասացի, բոլոր 3 ծրագրերի համար կիրառելի են։ Եվ ընդհանրապես երկու թիվ ու ես ավարտում եմ։ Տեսեք, ըստ կանխատեսումների ընդհանրապես 4 տարի հետո 30 թվականին այս գոտի 1 ճանապարհ ծրագրով պետք է անցնել 15-22 միլիոն տոննա բեռ, հյուսիս հարավով 15-ից 20 եւ Հնդկաստան-Եվրոպա ծրագրով 3-ից 5 միլիոն տոննա բեռ։ Այս դրանցից պարզ չէ, որ ասենք թե բեռները եկել են Ադրբեջան, նրանք պետք է այդ նույն ծավալով անցնեն Վրաստանով կամ Հայաստանով, եթե հետևաբար նրանց մի մասը պետք է անցնի Վրաստանով ու Հայաստանով։ Մեր հաշվարկներով մենք կարող ենք Հայաստանով անցկացնել 1 ճանապարհ 1 գոտի 4-ից 6 միլիոն տոննա, հյուսիս հարավով 2-ից 3 միլիոն տոննա եւ 2-ից 3 միլիոն տոննա Հնդկաստան-Եվրոպայով։ Այսինքն մենք կարող ենք ռեալ ակնկալել, որ Հայաստանով, եթե մենք նորմալ աշխատենք, մեր ծրագրի ավարտի պարագայում կունենանք 8-12 միլիոն տոննա բեռան փոխադրում, որը ինչպես ես ասացի, նախ մեծ տնտեսական հնարավորություն է տալիս Հայաստանին եւ հետո դառնում է չափազանց կարևոր անվտանգային գործոն, որովհետեւ ըստ էության մեր տարածքով անցնելու են կապեր, որոնք կենսական են այդ 3 տրանսպորտային ծրագրերի համար։ Եվ երրորդը, քանի որ այս ծրագիրը բավականին թանկ է, սա իրականացումը ես կարծում եմ, որ ճիշտ կլինի իրականացնել կոնսենսուսի միջոցով, հրավիրելով այդ կոնսենսուսի մասնակից հենց այդ 3 մեգածրագրերի հիմնական շահառուներին, Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին, որոնք շահագործելով հենց այս երկաթուղին, իրանք ոչ թե կվճարեն այս երկաթուղու համար, այլ իրենք եկամուտ կստանան, հետեւաբար նաեւ կնպաստեն, որ այդ երկաթուղին հնարավորինս շատ աշխատի։ Կներեք մի քիչ չարաշահեցի դերուսերադրությունը, բայց երևի հնարավոր ամենակարճ ձևով էր սա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մինասյան, բացարձակ չեք չարաշահել, պարզապես գիտեմ, որ ավելի շատ կարող եք մեզ ինֆորմացիա հաղորդել, գուցե առանձին հոդվածի ձևաչափով այդ բոլոր հաշվարկները եւ սխեմաները քիչ ներկայացնենք հանրությանը, շնորհակալություն հայտնենք, սպասենք հարցերին։ Խոսքը փոխանցում եմ Տիկնո Ռուզաննա Մալխասյանին, խնդրեմ։